Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 8-րդ գլուխը, որտեղ արդեն բավականին մանրակրկիտ Մայտրեյան ինքը կքննարկի նյութական աշխարհի արարումը։ Եվ մենք շատ հետաքրքիր խոսակցություններ ենք այստեղ ունենալու, թե ընդհանրապես որ կոմպոնենտները, տեխնիկապես ընդհանրապես ինչպես է ձևավորվում նյութական աշխարհը։ Իհարկե ես ամեն անգամ չեմ հոգնի ասելուց, որ այս իմաստով այն ինֆորմացիան, որը կա կամ այն քննարկումները, որոնք անում են արիացիները նյութական աշխարհի հատկապես հոգեբանական կառուցվածքի հետ կապված, ուրեմն սա աննախադեպ մանրամասնորեն է քննարկվում եւ այո, ես պնդում եմ, որ եթե դուք ուշադիր լինեք եւ ձեր նկատածի մեջ ազնիվ լինեք, դուք անպայման ստիպված կլինեք ընդունել, որ ժամանակակից ուրեմն գիտությունների շատ բավականին մեծ քանակությունը, փիլիսոփայությունը, կրոնականությունը, որ իրանք այսպես ինչ-որ գաղափարներ վերցրել են հենց այս աղբյուրից։ Ինչու համար է սա կարևոր, իրականում ինձ համար սա այդքան էլ կարևոր չի, բայց դա կարևոր է, որովհետև երբ որ էներգետիկ իմաստով շատ անբարենպաստ է էներգետիկ իմաստով, երբ որ անձնավորությունը ինքը ստանում է ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բան, եւ չի նշում աղբյուրը, որտեղից ինքը այդ գիտելիքը կամ այդ գաղափարները ստացել է։ Իրականում դա կարելի է կոչել ինտելեկտուալ անբարոյականություն, որովհետև ասենք այստեղ իսկ էներգետիկ իմաստով շատ կարևոր է, որ երբ որ անձնավորությունը ինքը հերքում է այն աղբյուրը, որտեղից որ ինքը դա վերցրել է, չէ, այդ աղբյուրի մեջ, օրինակ վեդայական գրականության մեջ, արիացիների սուրբ գրվածքների մեջ, չէ, կա շատ յուրահատուկ էներգիա։ Այդ էներգիան ընդհանրապես ինքը շատ որակապես ահավոր տարբերվում է մնացած ամեն ինչից, ինչ որ կա այս աշխարհում։ Ինչով է տարբերվում։ Այդ էներգիան ինքը առաջին հերթին տարբերվում է նրանով, որ իր մեջ պարունակում է տրանսցենդենտալ էներգիա, այսինքն հոգևոր, այս նյութական աշխարհի հետ ոչ մի կապ չունեցող։ Հասկանում եք։ Երբ որ անձնավորությունը ինքը հետևից ինչ-որ մի բան պոկում է եւ տանում է բանի դաշտ, ուրեմն այդ ամեն ինչ որ պոկվել է, մենք հիմա կարող ենք պարզ տեսնել, որ այն ինչ որ արիացիները իրենք օգտագործում էին ապահովելու համար կենդանի էակի վերադարձը դեպի իր հոգևոր հավերժ տունը, ապա այստեղ մենք ստանում ենք մի այլ իրականություն, որտեղ այդ նույն գիտելիքը ինքը արդեն այսպես շահագործվում է կրքոտների եւ տգետների կողմից, եւ շահագործվում է ինչի համար, նրանք այդ գիտելիքը օգտագործում են, որպեսզի կարողանան շարունակել կրոնականության տեսանկյունից գործել մեղքեր, տառապանք անպատիժ, ինչպես իրանց է թվում, անպատիժ տառապանք պատճառել ուրիշ կենդանի էակներին, ասենք, կամ հակառակը, ասենք, օգնել, որպեսզի կրքոտները եւ թշնամանք իրենց մեջ տածողները, ուրեմն կարողանան մի պահ ուժ հավաքեն, որպեսզի նորից շարունակեն իրենց, ուրեմն, հոգու համար ոչ բարենպաստ գործունեությունը, այսպես ասենք, եւ ուրեմն այս պահին Մայտրեյան ինքը արդեն հիմա կանցնի բուն բանին, երեք մենք ձեզ հետ եւս մեկ անգամ քննարկեցինք այդ թեման, թե ընդհանրապես ինչպես է Գերագույն Աստծո անձնավորությունը այդ երանելի կյանքով ապրող անձնավորությունը դառնում այդպես միայնակ եւ միայն էգոիստների աշխարհի կարիքները բավարարող անձնավորություն։ Տեսանք, որ այդ ընթացքում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բավականին հավասարակշիռ վիճակում է գտնվում, ինքը մտորում է դրա շուրջ, թե ինչպես
թե ինչպես կազմակերպի, այսինքն ինքը պարզ գիտակցում է, թե կենթանի էակները, որոնք իրենք մտան այդ Գերագույն Աստծո հանդեպ իրականում կոնֆլիկտի մեջ, հոգևոր աշխարհի իրականությունների հետ կապված, չէ՞, ուրեմն մտան կոնֆլիկտի մեջ, թե իրանք ընդհանրապես այդ միամիտ հարցը, որտեղ իրականում այնտեղ ինչ-որ եսիմ ինչ չի կատարվում, էլի, միամիտ հարց է առաջանում հոգու մեջ, թե ինչու եմ ես, կոպիտ ասած, էլի, որ պարզ լինի, ինչու եմ ես ծաղիկ, իսկ այս ազնվորությունը ինքը Աստվածն է, ինչու է այդպես, չէ՞, երեք ես լինեի իր տեղը, հասկանում եք, եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չի գնում այն ճանապարհով, որ վայ, բայց այդպես բաներ չկա, ինքը շատ հանգիստ մտածում է, թե ինչպես կարելի է կազմակերպել, հա, որպեսի այդ փոքրիկ կենթանի էակը, որը իր բոլոր պոտենցիալներով ուղղակի չնչինություն է, կարողանա իրականացնի իր ամբիցիոզ ցանկությունները։ Սրա մասին է, չէ՞ խոսքը։ Հասկանում եք։ Եվ մենք տեսանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ հավասարակշիռ է վերաբերվում այդ թեմային, որ ինքը շատ խորն է մտածում նրա մասին, թե ինչպիսին է պետք է լինի այն աշխարհը, որում պիտի գործի այդ բոլոր օրինաչափությունները։ Եվ Մայտրեյան ինքը շարունակում է արարչագործության մասին խոսակցությունը, ես հիմա կկարդամ մեր հաջորդ տեքստերը, եւ ուրեմն մենք տեսეთ արդեն կացնենք քննարկմանը։ Շիմոն Բագավատան, ուրեմն 3-րդ երգ, 8-րդ գլուխ, 14-րդ տեքստ։ Մի րոպե, ես հիմա գտնեմ։ Ես արհեստական բանականությանն եմ հիմա խնդրում, որպեսզի ինքը տեքստերը թարգմանի հայերեն լեզվով, գտնեմ որտեղ էր թարգմանել։ Նախապես պիտի, всё, գտա։ Ուրեմն Շիմոն Բագավատան 3-րդ երգ, 8-րդ գլուխ, տեքստ 14-ից։ Դուրս գալով Տիրոջ պորտից կենթանի էակների կարմանների համախմբված ձևը ստացավ լոտոսի բողբոջի ուրվագիծը, որը ծնունդ էր առել Վիշնուի անձից։ Ընկերանալով նրա բարձրագույն կամքին, այդ լոտոսը արևի նման լուսավորեց շրջակայքը, պայծառ լույսով և չորացրեց ջրհեղեղի անծայրածիր ջրերը։ Ուրեմն, եթե մենք ասենք նայում ենք, հիմա չէ տեղի ունենում, որտեղ մենք անցյալ անգամ խոսեցինք, որ արարիչը ինքը մեդիտացիոն վիճակի մեջ, խորասուզված իր ներսը, մեր համար բավականին երկար մտածում է։ Հա, իր համար դա, այդ որ ասվեց 4000 ուրեմն կալպա, դա բան է, էլի, իր համար դա ընդամենը մի վայրկյան էր, այսպես ասենք, իրականում շատ արագ է, էլի, այդ ամեն ինչը տեղի ունենում իր համար, մեր համար դա 4000 կալպա, իսկ դա նյութական աշխարհի համար միլիոնավոր տարիներ են, ոչ միայն մի միլիոն, հա։ Եվ ասենք, մենք տեսանք, որ այնտեղ մենք երեք քննարկեցինք, չէ, որ սկզբում սա բոլոր կենթանիակները, բոլոր անձնավորությունները իրանք այդպես են կառուցված։ Հասկանում եք, նույնիսկ կենթանիները, որոնք իրանք բնազդներով են շարժվում, չէ, տեսեք, ասենք, եթե կենթանին ինքը պիտի օրինակի համար, ասենք, բան, ուտելիքի հետևից է գնում, չէ, հիմնականում ինչով են զբաղված, ուտում, քնում, հանգստանում, պաշտպանվում են, չէ։ Եվ տեսեք, ասենք, այդ ենթադրենք, ասենք, ինքը հիմա պիտի ուտելիք, գիշատիչը պիտի ուտելիք քննի, չէ։ Ինչ է անում։ Բոլոր գիշատիչները իրենք դարան են մտնում, չէ։ Այսինքն ինքը սկզբից դա մտածում է, որ պետք է պահկվել, այսինքն պետք է լինել աննկատ, որ եթե չշարժվել, եթե հնարավոր է չշնչել, հա, ինչու համար, որպեսզի զոհը ինքը չզգա իմ ներկայությունը, չէ, այսինքն միշտ ուզում է դա ամենապրիմիտիվ
բաները լինեն, չէ, կենդանեակները լինեն, երբ որ մենք դիտարկում ենք իրանց պահվածքը, եթե իրանց պահվածքի մեջ կա տրամաբանության հաջորդականություն, դա նշանակում է, որ ինչքան էլ ուզում եմ մենք մտածենք, որ իրանք ուղեղ չունեն, էս չունեն, իրանք ամեն ինչ էլ ֆիզիկապես ունեն նույն բանը, ինչ որ մենք ունենք։ Հա, եւ ասենք անպայման հասկանում ենք, որ սկզբից աշխատում է նուրբ մարմինը համապատասխան իր մակարդակի, չէ, ոնց որ ասեք հիմա երեխան երբ որ ծնվում է, ինքը չունի, չէ, այն բանականությունը, որը ունի արդեն հասուն մարդը։ Բայց մենք չենք կարող, չէ, ասել, որ ուրեմն ինքը, չգիտեմ, մարդ չի, ինքը մարդ է, բայց այդ պահին համապատասխան իր հնարավորությունների աշխատում է այն ապարատը, ինչ որ ինքը ունի, այսինքն բանականությունը։ Այսօր մենք շատ ենք խոսալու բանականության մասին։ Հա, եւ տեսեք ասենք, չէ՞, եւ մենք տեսանք, որ Տեր Վիշնուն ինքը սկզբից, այսինքն արարիչը, ինքը սկզբից մտնում է այդ ներքին process-ների մեջ։ Եվ այստեղ արդեն, չէ՞, մենք ասեցինք երեք, որ հետո ներքին process-ը ինքը արտահայտվում է որպես գործողություն։ Եվ ահա առաջի գործողությունը, որը արեց գերագույնը, այսինքն արարիչը։ Ես միշտ ասեմ արարիչը, հա, Տեր Վիշնու չեմ ասելու։ Ուրեմն, սիրելիներս, չէ, եւ մենք տեսանք, որ առաջի բանը, որ ինքը արեց, դա իր պորտից դուրս եկավ ցողուն, որի վերջում բացվում է լոտոսի ծաղիկը։ Հա? Եվ ուրեմն, ինչի մասին է այստեղ խոսքը։ Ընդհանրապես, որովայնի մասին է, չէ, խոսքը։ Պորտից դուրս եկավ, դա որովայնի մասին է խոսքը առաջին հերթին։ Երկրորդ հերթին խոսքը գնում է, եթե մենք վերցնենք արիացիների չակրաների տեսությունը, ապա խոսքը գնում է երրորդ ճակրայի, մանիպուրայի, այսինքն հարստության, իշխանության, բարգավաճման, կամքի, հա, գլխավորները թվարկեմ էլի, այդ ուրեմն էներգետիկ կենտրոնը։ Այստեղ մեզ դեռ որ ամենաշատը հետաքրքրում է երկու կոմպոնենտը, որ երրորդ չակրան դա առաջին հերթին բարգավաճման չակրան է, երկրորդ հերթին կամքի։ Ուրեմն ինչ ստացանք։ Մենք ստացանք, չէ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը հիմա պետք է բանալվի, չէ, նյութական, ես միշտ ասում եմ, չէ, պրատան, այսինքն սկզբից է տարածքն է։ Ինքը սկզբից տարածք է բանանում, էլի նախատեսում նյութական գոյության համար կենդանեակների, չէ։ Այսինքն դա մենք ենք պայմանականորեն ասում նյութական։ Իրականում դա ուղղակի այն տարածքն է, որտեղ կենդանեակը պետք է իրականացնի իր այդ ցանկությունը, որ ես ուզում եմ փոխեմ իմ դիրքը եւ վստահ եմ, որ կարող եմ լինել ուրիշ դիրքում։ Հա, Գերագույն Աստծո անձնավորությունը ասում է, ամենակարևոր գաղափարը դա նա է, որ ինչ դիրքում էլ դու լինես, հա, դու պիտի կարողանաս քեզ եւ քեզ շրջապատող կենդանեակներին նպաստես ձեր երկուսի երջանկությանը։ Եվ փորձը ցույց է տալիս, որ երբ որ կենդանեակները իրենք էգոիզմի պլատֆորմա են վերցնում, ոչ մեկին չի հաջողվում, ոչ ինքը իրեն երջանիկ դարձնել, ոչ էլ դիմացին։ Հասկանում եք։ Ուրեմն, այստեղ մենք կարողանում ենք հասկանալ, որ շատ կարևոր խոսակցությունների թեմա ունենք։ Ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սկզբում արարում է, տրամադրում է տարածքը, հետո հիմա այդ կենդանեակները պիտի լցնեն, չէ, այդ տարածքը։ Եվ մենք սկզբում երկրորդ երգում արդեն խոսել ենք, որ առաջնահերթ ստեղծվում են մոլորակային համակարգերը։
Եվ արիացիները իրենք պնդում են, որ նյութական աշխարհը ինքը իրականում բաղկացած է 3 շերտից. բարձր մոլորակները, միջին մոլորակները եւ ցածր մոլորակները։ Բարձր մոլորակները նախատեսված են առաքինության գոյավիճակի մեջ հաստատված կենդանեակների համար, եւ այդ բարձր մոլորակները սովորաբար կրոնականությունը ինքը կոչվում է դրախտային մոլորակներ։ Ինչու դրախտային, որովհետեւ այնտեղ կա բոլոր այն նյութական երջանկությունները, որոնց ձգտում է կենդանեակը, եւ այդ երջանկությունները կան առանց ճիքերի։ Միջին մոլորակները դա մեր մոլորակների նման մոլորակներն են, որտեղ ապրում են մարդիկ, հա, եւ այդտեղ ուրեմն գլխավոր խնդիրը ինքը կայանում է նրանում, որ այդտեղ ապրում են նրանք, ովքեր որ հենված են կրքերի վրա։ Այսինքն այստեղ հիմնական գոյավիճակը ազդող դա կրքերի գոյավիճակն է։ Սա ինքնըստինքյան արդեն նշանակում է, որ այստեղ երջանկության հասնելու համար կենդանեակները դիմում են ասենք ակտիվ գործողությունների, այսինքն պիտի ճիքեր գործադրեն, որպեսզի կարողանան երջանկության համար, այն ինչ որ իրենք են պատկերացնում, թե ինչից է բաղկացած իրենց երջանկությունը, այդ բոլոր բաղադրիչներին հասնեն։ Կրքի գոյավիճակը ինքը արդեն ունի տատանողական բնություն, այսպես կոչված ճոճանակ, կաչելի, հա? Ինքը ունի ճոճանակ, այսինքն կենդանեակը կրքերի ազդեցության տակ ինքը մեկ գտնվում է ողբի մեջ, մեկ գտնվում է ցնծության մեջ, մեկ տառապանք է ապրում, մեկ երջանկություն է ապրում։ Հիմա հաջորդը, հա, դա ուրեմն բանն է, ցածր մոլորակային համակարգերն են։ Ցածր մոլորակային համակարգերը իրենք գտնվում են տգիտության գոյավիճակի ազդեցության տակ։ Այստեղ նույնպես կա բարգավաճում։ Բնականաբար այստեղի բարգավաճումը նույնպես պահանջում է ճիքեր։ Այստեղ կա նաև բռնություն։ Այստեղ երջանկությունը ինքը հասանելի է լինում բռնության հաշվին։ Եվ ուրեմն եւ ամենացածր այդ ցածր մոլորակների ամենացածր մոլորակները դա դժոխային մոլորակներն են, հա? Դժոխային մոլորակներն են, այսինքն այդ ցածր մոլորակները իրենք կան դեմոնական մոլորակներ, որտեղ ուղղակի ապրում են 100% աստվածամերժ կենդանեակները, որոնք իրենք մեծ թշնամանք են տածում Աստծո հանդեպ, տանել չեն կարողանում կիսաստվածներին, այսինքն ովքեր որ ապրում են բարձր մոլորակներում, եւ բայց շատ հաճախ իրենք կարող են նյութական տեսանկյունից շատ ավելի բարգավաճ լինել, քան կրոնական դաշտն է։ Հիմա եւ կա դժոխային մոլորակներ, ցածր մոլորակներ, որտեղ որ կենդանեակները արդեն պատժվում են իրենց արատավոր արարքների համար։ Այն ինչ որ արիացիները կոչում են մեղք, դա ես ուրեմն միշտ ասում եմ, դա վայելքը չի։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը երբեք դեմ չի, որպեսզի կենդանեակը ինքը վայելի իր գոյությունը։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե այդ վայելքը իրականացնելու ժամանակ ինքը ինչպես է այդ վայելքը իրականացնելու ժամանակ ինքը ինչպես է դա անում։ Եթե ինքը իրականացնում է իր վայելքը ուրիշ կենդանեակների տառապանք պատճառելու հաշվին, չէ, ապա համապատասխան պատիժ է ստանում։ Գերագույն Աստծո ազնվորության մոտեցումը այս հարցին ինքը շատ պարզ է։ Ինքը մնում է հաստատում իր դիրքի մեջ։ Ինքը մեզ նյութական աշխարհում ապրողներիս ասում է. բոլոր կենդանեակները դուք ներառյալ իմ անբաժանելի մասնիկներն եք։ Մենք ձեզ հետ ունենք նույն բնությունը։ Եվ դա նշանակում է, որ մենք բոլորս հավասարապես նախատեսված ենք երանելի կյանքով ապրելու։ Դա է իմ մտադրությունը։ Եթե դուք խախտում եք
այդ օրենքը եւ տառապանք եք պատճառում այն կենդանի էակներին, որոնք իրենք նախատեսված են երանելի կյանքով ապրելու համար, ապա ես ձեզ հետո տանում եմ դժոխք եւ այնտեղ համապատասխան պատիժ եմ տալիս։ Ես ընդհանրապես խուսափում եմ դժոխքի խոսակցությունից, որովհետեւ ես մի քանի անգամ արդեն ասել եմ եւ այս պահին նույնպես կկրկնեմ, ես ահավոր չեմ սիրում Աստծով մարդկանց վախացնել, որովհետև իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այնպիսի հմայիչ բնավորություն ունի, որ եթե կենդանիակը ինքը կարողանա ճիշտ գնահատել Գերագույն Աստծո անձնավորության քայլերը, չէ՞, ինքը կարողանա գնահատի, թե իրականում իր տառապանքի աղբյուրները որտեղից են գալիս, չէ՞, ինքը չի կարող չուզենալ Ինքը ուղղակի չի կարող չուզենալ, շփվել Աստծո հետ, ճանաչել նրան, գտնվել նրա պաշտպանության տակ, հա, որովհետև Գերագույն Աստծո անձնավորության բնավորությունը, եթե ես մի բառով ասեմ, ինքը կատարյալ է։ Հասկանում եք, եւ Աստված ինքը ընդհանրապես ոչ մի կարիք չունի, որպեսզի կենդանիակները իրենից վախենան։ Երբ որ ինքն է գործում, ինքը ամենացածրը խոսում է բանի պլատֆորմայից, որ ինքը, ասենք, կուզենար, որ իրեն հասկանան։ Եվ դրա համար է, որ ինքը նյութական աշխարհում տալիս է հոգևոր գիտելիքը, որպեսզի այն կենդանիակները, որոնք իրենք կուզեն վերանայել իրենց վերաբերմունքը Աստծո հանդեպ, իրենք կարողանան առաջի հերթին Գերագույն Աստծո անձնավորությանը հասկանալ։ Իսկ եթե իրանք իրան հասկացան, իրանով չհրապուրվելը հնարավոր չի։ Հասկանում եք։ Եվ ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը որ մեկ տեսպես հայավարի ասում ենք, երկու ոտքը դնում եմ մի կոշիկի մեջ եւ ասում է. ես պնդում եմ բոլոր կենդանիակները իրավունք ունեն լինել երանելի։ Եթե անձամբ քո երանությունը ապահովելու համար դու պատրաստ ես ուրիշ կենդանիակներին տառապանք պատճառես, ես քեզ տալու եմ նույն տառապանքը, հա, ես քեզ տալու եմ նույն տառապանքը, որպեսզի դու քո մաշկի վրա զգաս այն ցավը, որ պատճառել ես ուրիշ կենդանիակին, եւ հետո քեզ ընդամենը մի հարց եմ տալու. դուրդ եկավ։ Եվ դու մինչև տիեզերքի վերջ գոռալու ես, որ ոչ։ Մինչև տիեզերքի վերջ գոռալու ես Աստված ջան, ինչի համար։ Հասկանում եք, չէ՞։ Բայց հետո 5 րոպե հետո շուռ ես գալու եւ այդ նույն բանը, ինչ որ չէիր ուզում, որ քո հետ արվեր, անելու ես ուրիշի հետ։ Հասկանում եք։ Չէ՞։ Ասենք այդ իմաստով ազատության թեման է, չէ՞, շատ հետաքրքիր։ Ասենք ժամանակակից աշխարհում դեմոկրատիայի, հատկապես ազատության աշխարհում, չէ՞, մարդկանց սովորեցնում են, որ օրինակ դու ունես քո կյանքը, հա, եւ ուրեմն ոչ մեկ իրավունք չունի քո վրա փաթաթի իր մտածելակերպը, չէ՞։ Եվ ուրեմն քո կյանքը քեզ տրված է դրա համար, որ դու վայելես, եւ բոլորովին օրինակի համար պարտադիր չի, որ դու, չգիտեմ, ինչ-որ պարտավորվածություն զգաս, օրինակ, քո ծնողների հանդեպ, հետո ինչ, որ իրանք քեզ մեծացրել են, քո կյանքը քոնն է, հանգիստ վայելիր քո կյանքը։ Ինչով է դա ավարտվում։ Դա ավարտվում է նրանում, որ այդպիսի հոգեբանությամբ ազնվորությունները իրանք վերջնականում գալիս են այդ կարծիքի։ Եթե ես ոչ մի հարցում չպիտի կարողանամ հենվեմ իմ երեխայի վրա, ինչի եմ երեխա ունենում, որ այո, ինձ ունեցել են, հիմարություն են արել։ Ահա, ինձ ունեցել են, ուրեմն ես իմ ազատությունը կվայելեմ մինչև իմ կյանքի վերջ։ Այն կյանքի վերջում էլ թե այդ մի բաժակ ջուրը ինձի տվող կլինի, թե տվող չի լինի, արդեն այդքան էլ էական չի, որտեղ ես իմ ամբողջ կյանքը փաստացի ազատ, հանգիստ կվայելեմ, կապրեմ եւ այլն եւ այլն։ Եվ եթե երեխան ինքը պիտի ինձ հետ հաշվի չնստի, ես ուղղակի երեխա չեմ ունենա եւ վերջ։ Ինչի՞ս է պետք է գլխացավանքը նստի, գիշերները մի քնի, մեծացրու, դարձրու 20 տարեկան, որ հետո ինքը ասի թքածքո վրա ես գնացի իմ կյանքով ապրեմ։ Չէ՞։ Տեսեք, ինքը անարդարություն կա այդ ազատության մեջ, անարդարություն կա եւ այդպիսի ազատությունը ինքը ապայման վերջնակետում Գերագույն Աստծո անձնավորության կողմից
պատժվում է, չէ՞։ Կամ ասենք տղամարդը, երբ որ ինքը մտածում է, որ կինը ուղղակի իր է, որը պիտի իրան, այսպես էլի, լուրումունչ բանանի, ենթարկվի, չէ՞։ Եվ կներեք, բայց կան այդպիսի տղամարդիկ, չէ, որ 100%-անի հավատարիմ բարոյական կանանց էլ հայհոյում են, էլ ձեռք են բարձրացնում, էլ արհամարհում են, այսինքն այն ամեն ինչ որ չեն կարողանում անել ուրիշ տղամարդկանց հետ, ինքնահաստատվելու համար անում են իրենցից ավելի թույլի հետ, կնոջ հետ։ Ինչ են իրանք ստանում։ Դու սկզբում գնում են դժոխք կամ պայման, հետո դժոխքից հետո ինչ է լինում։ Իրանք ծնվում են կին։ Եվ ունենում են իրանց նման մի հատ ամուսին, որը իրանց հետ վարվում է այնպես, ինչպես ինքն էր վարվում իր կնոջ հետ։ Հասկանում եք, այսինքն նյութական աշխարհը, չէ, ինքը այսպես խիստ այդ գերագույն ազնվորությունը ինքը այսպես խիստ պատասխան տվող է, շատ խիստ պատասխան տվող է։ Հասկանում եք։ Հիմա սիրելիներս, ուրեմն եւ ասենք հիմա մենք տեսնում ենք, որ գերագույն ազնվորությունը ինքը այդ հնարավորությունը տալիս է, չէ՞։ Եվ հիմա շատ կարևոր է, թե ինքը ինչ տրամաբանությամբ է այդ հնարավորությունը տալիս։ Հիմա 3 համակարգերը դասավորվեց, չէ՞, դա ինչ է նշանակում։ Այդ համակարգվածությունը ինչ է նշանակում։ Որովհետև որ արարիչը ինքը այդ վիճակում նստած խորասուզված էր իր մեջ, չէ՞, ինքը պարզ գիտակցում էր, թե կենդանի էակները իրար հետ ինչ են անելու, թե այդ անելու ընթացքում իրանցից ամեն մեկը ինչի է արժանի, չէ՞, մենք սա մի անգամ քննարկել ենք, որ ամենակարևոր հոգեբանության տեսանկյունից ամենակարևոր եւ հետաքրքիր բանը դա նա է, որ հիմա չասեմ Աստված, արիացիները իրանք պնդում են, չէ՞, որ իրար նմանները պիտի իրար հետ ապրեն։ Սա է, չէ՞, բարձր, միջին, ցածր մոլորակների գաղափարը։ Հասկանում եք, հիմա ինչու է սա ուշադրության արժանի։ Վաղուց այս նախադասությունը չէի ասել, հիմա նորից կասեմ։ Որովհետև արիացիները իրենք ունեցել են ունիկալ արդյունք։ Եվ տնտեսական զարգացման տեսանկյունից, եւ անձնական երջանկության տեսանկյունից։ Հասկանում եք, իրենք իրենց հասարակության մեջ ունեցել են տղամարդիկ, որոնց համար կանայք, որպիսի հաջորդ կյանքում նույնպես լինեն այդ տղամարդու հետ, մտել են, այսինքն սաղ մտել են այդ տղամարդու դիակի հրկիզման կրակի մեջ եւ այրվել են իրենց այդ տղամարդկանց հետ։ Ես օրինակ միշտ ասում եմ, առաջի անգամ երբ որ ես սա կարդացի, շոկի մեջ էի։ Ես ուզում եի, այսինքն կանացի մարմնի մեջ եմ, չէ, ես ուզում էի պատկերացնեի, թե ես ինչ պիտի զգամ տղամարդու հանդեպ, հասկանում եք, որպեսզի կամավոր այդպիսի քայլ կատարեմ։ Անկեղծ եմ ասում, մինչև հիմա չեմ գտել։ Ես մինչև հիմա այն կինը չեմ, որը պատրաստ կլինի տղամարդու համար մտնել կրակը եւ իր հետ միասին վառվել։ Դուք պատկերացնում եք այդ վառվելը, այդ սաղսալամած վառվելը, դա ընդհանրապես ինչ process է։ Ոչ թե սես պրոստը էլի տանակ է խմել կամ չգիտեմ դեղ են խմել մի վայրկյանում մահացել են, չէ։ Կրակի մեջ վառվել են։ Այդպիսի հասարակություն է դա եղել, այդպիսի հարաբերություններ են ստեղծել արիացիները իրար հետ։ Հասկանում եք։ Չէ՞, կամ ասենք, երբ որ տղամարդը ինքը գնում էր հրաժարման, չէ, գնում էր ինքնաիրականացման, գնում էր պատրաստվեր, թե ինքը հաջորդ կյանքում ինչ է լինելու, չէ։ Ինքը ինչպիսի կին պիտի ունենա, չէ, որ այդ կնոջը ոչ թե թողնի տանը ասի ես գնացի հրաժարման, դա նշանակում է հաջորդ կյանքում քո այդ գործ չեմ ուզում ունենամ։ Այլ կնոջը վերցնում էր իր հետ։ Բա ինքը ինչի համար էր վերցնում։ Որովհետև ինքը հաջորդ կյանքում էլ էր ուզում այդ ազնվորության հետ լինել։ Հասկանում եք։ Եվ սա այն բանն է, իսկ օրինակ ասենք, տեսեք, կրքերի մեջ մարդիկ, չէ, իրանք
չգիտեմ, էլի միլիոններից մեկը կարող է մինչև իր կյանքի վերջը պահպանի այդ ցանկությունը, որ կուզենար այն մարդու հետ, ում հետ որ կյանքի ապրել, հաջորդ կյանքում էլ ապրել։ Սովորաբար կրքերի մեջ, գիրքը ինչքան է տևում, 4 տարի, հա, 2 տարի պիկ, հետո հանգչելու process, հիմնականում 4 տարուց հետո կրքի խաղերը համարյա թե ավարտվում են։ Ինչ է մնում տակը։ Հիասթափությունների, համբերության, ես իմ սրա նրան ֆստանի ինչ-որ պատմություններ, չէ՞։ Այսինքն չի հաջողվում, կենդանիակներին չի հաջողվում, բայց գիրագույն Աստծո անձնավորություն, տեսեք ինքը ասում է, իրար նմանները պիտի իրար հետ ապրեն։ Իրանք ունեն նույն խնդիրները, հա, եւ այդ նույն խնդիրները նշանակում է, որ իրանք իրար համար հայլի են։ Շատ հետաքրքիր գաղափար է։ Հա, մենք պետք է շատ զգույշ լինենք գաղափարների հանդեպ, որովհետեւ ամեն մի գաղափար, որը ինքը վերաբերվում է նրան, թե մարդը ինքը ինչպես պիտի ձևավորի իր կյանքը, չէ, ամեն մի այդպիսի գաղափար ինքը ահավոր պատասխանատու է, որտեղ Աստված, այսպես էլի, եթե հանկարծ սխալվեցիր եւ մարդը ինքը քո ասացի հետևից գնաց եւ վերջում ինչ-որ մի պատի դեմ առավ, չէ, սա մեծ պատասխանատվություն է, չէ։ Այնպես չի էլի, որ սուտի մոտի գաղափարախոսությունների համար պատասխանատվություն չես կրում։ Եթե դու սխալ բան ասեցիր եւ մարդը ինքը հետևեց քո ասածին եւ ինչ-որ ինչ պատմությունների մեջ ընկավ, հա, բնականաբար դու այդ տառապանքը, որի մեջ գցել ես իրան քո խորհուրդներով, դու կիսելու ես պատասխանատվությունը, եթե ոչ ամբողջ պատասխանատվությունն է կոնը լինելու։ Հասկանում եք։ Դրա համար ասեք, մեր ժամանակներում մարդիկ այդպես անմտածված բոլորը իրանց մտքերը արտահայտում են, խորհուրդներ են տալիս, թե ով ինչպես պիտի ապրի, չէ՞։ Ես հույսով եմ, որ դուք նկատում եք, որ ես ամեն անգամ, եթե իմ կարծիքն եմ ասում, ես ամեն անգամ դա շեշտում եմ, որ սա իմ անձնական կարծիքն է, այս կարծիքին կարելի է հետևել, կարելի է ոչ։ Ինքներդ մտածեք, ինչքանով է այս մոտեցումը ձեզ դուր գալիս, չէ՞։ Բայց երբ որ ես քննարկում եմ արիացիների գաղափարախոսությունը, ես վստահ եմ։ Ինչու՞։ Որտեղ ես տեսնում եմ, թե արիացիները իրանք ինչ արդյունք են ունեցել։ Եթե իրանք այդ արդյունքը ունեցել են, ուրեմն իրանք գաղափարներին կարելի է վստահել։ Սա ուշադրության արժանի սկզբունք է։ Հիմա, եւ տեսեք արդեն, այդ ամբողջ տարածքը նախապատրաստելուց հետո, մենք սա մի անգամ քննարկել ենք, Գերագույն Աստծո անձնավորությունը սկսում է արարչավոր, արդեն արարել այդ կենդանի էակի նյութական աշխարհում հայտնվելու process-ն է հիմա նկարագրվում, չէ՞։ Ուրեմն առաջի հերթին առաջանում է պորտից այդ լոտոսի ծաղիկը։ Պորտից, ինչու պորտից, այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը երկու բանի վրա է ուշադրություն դարձնում։ Դա մեկը նա է, որ նյութական աշխարհը ինքը կենդանի էակի կամքն է։ Երկրորդը դա նա է, որ այդ կամքը իրականացնելու համար Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բարգավաճություն է ցանկանում կենդանի էակներին։ Հա, տեսեք, ինքը չի ասում, երրորդ երգում ինքը այնտեղ էլ չասեց երջանկություն եմ ցանկանում, ինքը ասեց երկրպագեք կիս աստվածներին եւ եղեք բարգավաճ։ Այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը, հիմա տեսեք, ասենք, չէ, մենակ երբ որ մենք ասենք ծնունդի ժամանակ կամ հատկապես ամուսնության ժամանակ, չէ, երբ որ զույգեր են միանում իրար, մենք ինչ ենք ասում ենք եղեք երջանիկ։ Այո, դա մեր ցանկությունն է, մենք կուզենայինք, որպեսզի այդ զույգը լինի երջանիկ։ Գերագույն Աստծո անձնավորությունը ասում է, արեք այսպես, եղեք բարգավաճ։ Ինչու ինքը ընդհանրապես չի օգտագործում երջանիկ բառը։ Հասկանում եք, տեսեք, այսինքն ինքը ինչ է ուզում ասի, որ ինձանից ինչ է նշանակում բարգավաճ։ Բարգավաճ դա նշանակում է ես ունեմ ռեսուրս։
Հասկանում եք, օրինակ, ունեմ առողջ գեղեցիկ մարմին, դա էլ է չէ բարգավաճություն, հասկանում եք, ունեմ, չգիտեմ, բարեկեցիկ կյանք, հա, հիմա ինքը ինչ է ասում, ինքը ասում է, այն ինչ որ ինձանից է կախված, ես ձեզ ցանկանում եմ, այ վերցրեք նյութական աշխարհը, վերցրեք իր մոլորակներով, իր, ասենք, բաների, այ տեսեք, այ կան բարձրագույն մոլորակները, որտեղ կարող եք ընդհանրապես առանց ոչ մի ճիքեր գործադրելու, լինել երջանիկ, չգիտեմ, էս, էն, հա? Կան միջին մոլորակները, որտեղ եթե, ասենք, դուք բարեպաշտության պաշար չունեք, ուրեմն պետք է ճիքեր գործադրեք, որպեսզի հաջողության հասնեք։ Կան ներքևի մոլորակները, չէ, որտեղ ապրում կապրեն նրանք, ովքեր որ չեն ուզում ճիքեր գործադրել, ովքեր որ ուզում են ուրիշներին աշխատացնել, բանացնել, բռնաբարել, չգիտեմ, բանանել, որ ուրիշների հաշվին, ուրիշների աշխատանքի հաշվին, ուրիշներին էքսպլուատացիա անելու հաշվին հասնեն բարգավաճության, չէ, եւ այլն, հասկանում եք, տեսեք, բայց ինքը ասում է, ես կարող եմ ապահովել ձեզ միայն ռեսուրսով, այդ ձեզ ինչ որ վաստակեցիք, այդ ռեսուրսն էլ կունենանք, վաստակել եք ինչ-որ մի հատ այնպիսի ռեսուրս, կապրեք այնպիսի մոլորակներում, որը ինքը եւ ոսկի ունի, եւ արծաթ ունի, մետաղներ ունի, քարեր ունի, չգիտեմ, վառելիք ունի, էս ունի, այդ ամեն ինչը Աստծո կողմից տված այդ պորտի մեջից տված ռեսուրսն է, հասկանում եք, այսինքն նյութական աշխարհը չարարվեց դրա սրտից, ինչու, ինչ է ուզում ասի Գերագույն Աստվածնավորությունը, ինքը ուզում է ասի, քանի դուք հարաբերությունները կառուցում էիք իմ վրա հենված, ես ձեր երջանկության երաշխիքն էի, հա, այսինքն դուք հարաբերությունների մեջ կներեք, այսինքն քանի դուք հարաբերությունների մեջ հենվում էիք, հա, հենվում էիք նրա վրա, որ ուրեմն որ պետք է իրար հանդեպ բարյացակամ լինեք, ես կարող եի ասեի, որ այսա դուք երջանիկ եք լինելու, բայց հիմա դուք դուրս եկաք իմ հովանավորության տակից, դուրս եկաք, դուք չուզեցիք ապրեք սիրո դաշտում, դուք նախընտրեցիք նախանձը, հա, եւ այդտեղ, եթե ես ասեմ եւ եղեք երջանիկ, ես պիտի ասեի, այ հենց հիմա վերադարձեք հոգեվոր աշխարհ, որ լինեք երջանիկ։ Բայց դուք ի սկզբանե արդեն այնտեղ լինելով, ասել եք մենք այստեղ չենք ուզում լինել։ Ուրեմն ես չեմ կարող ասել ձեզ եղեք երջանիկ։ Ես կարող եմ ասել, ես կարող եմ այդ աշխարհ տալ բարգավաճությունը, այսինքն նյութական ռեսուրսը, օդը, ջուրը, կրակը, հողը, չգիտեմ, իր ամբողջ ռեսուրսով, չէ՞։ Հիմա թե դուք այդ միջավայրում ինչ հարաբերություններ կկառուցեք, այդ հարաբերությունները ձեզ երջանկություն կբերի, տառապանք կբերի, փորձ կբերի, ինչ կբերի, չէ՞։ Այս դա է այն փորձը, որի համար դուք եկել եք այս աշխարհ։ Ուրեմն փորձեք, խնդրեմ։ Ես չեմ կարող ասել, եղեք երջանիկ։ Հա, ինչու, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գիտակցում է, որ էգոիզմի պլատֆորմայի վրա կենդանիները չեն կարող լինել երջանիկ։ Ինքը ասում է, այ էգոիզմի տեսանկյունից, չէ՞, ես կարող եմ միայն խորհուրդ տամ, որ եթե դուք ուզում եք մնալով էգոիստ լինել երջանիկ, փողզիչում սովորեք։ Հերթ կանգնել սովորեք։ Այդ հերթի գաղափարը ես շատ սիրում եմ, մենք դրա մասին խոսելու ենք։ Սա է Գերագույն Աստծո ազնվորության դիրքը։ Հասկանում եք։ Հիմա, բայց եթե օրինակի համար ասենք, այ աշխարհում ինչ, ուզում է քահանա լինի, ուզում է քուրմ լինի, ուզում է բրահման լինի, ով ինչ հոգևորական ուզում է լինի։ Եթե իր առաջ կանգնած են, հա, երկու կրքոտ ազնվորություն, կամ կանգնած են կրքոտն ու
օրինակ թշնամություն, թշնամանք, բռնություն իր մեջ պարունակող անձնավորություն, չէ՞։ Եվ այդ քահանան կարող է ասել եւ երջանիկ եղեք։ Այդ բառերը իրանք բացարձակ անիմաստ բառեր են, որովհետև ոչ կրքոտներն են կարող իրար երջանիկ դարձնել մինչև վերջ, ոչ առավել եւս տգետները։ Հասկանում եք։ Այդ առաջի սիրահարվածությունը, կույր վիճակը ինքը կենցաղով սպանվելու է եւ մնալու է մարդը, իրական իր դեմքը, չէ՞, որտեղ հայտնաբերվելու է, որ ինքը կամ վայելքի մեջ էգոիստ է, կամ բռնակալ, կապ չունի տղամարդկին։ Մենք սովորաբար աբյուզեր ասում ենք մենակ տղամարդկանց, բայց աբյուզեր կանայք էլ կան, այսինքն բռնության հանդեպ հակում ունեցող։ Մի հատ խեղճ տղամարդ են գտնում, սկսում են այդ տղամարդիկ իրանք միշտ այսպես ճնշված են, մի բուր դարձած են իրաց մեջ, էլի, դա դրանք են ում կողմից են բռնաբարված, կնոջ, չէ՞։ Կինն է, չէ՞, հիմա էլ տղամարդուն ինքն էլ իր ձևերն ունի, չէ՞, բռնաբարելու, նսեմացնելով դրա տղամարդկային արժանապատվությունը։ Հասկանում եք, այ որ այդ երկու բնությունը կա, դու ինչքան ուզում ես ասա, եղի երջանիկ, ինքը չի կարող լինի երջանիկ, ինքը որպեսզի երջանիկ լինի, ինքը պիտի առաքինի լինի։ Ակրիկը պիտի լավ որակներ ունենա։ Ինչպես կարող է մարդը, որը վատ որակներ ունի, եւ բան էլ այսպես լուսավոր երազներ ունի, որ ինքը երջանկության արժանի է եւ որ հիմա այս որ անում է, հիմա որ ամուսնանում է, երջանկության է հասնելու, չէ՞։ Առաջին բանը որ կատարվում է ամենահաճ, ամենաշատ հաճ, ամենամեծ տոկոսը, ինչ է, դա հիասթափությունն է, չէ՞։ Այն հիասթափությունն է, որտեղ այսպես էլի շատ աշխուժները իրանք այդ հիասթափության հետևանքով ջարդուփշուր են անում ընտանիքը եւ թողնում գնում են, եւ հազարավոր, միլիոնավոր մարդիկ, որոնք իրենք ինչ տարբեր պատճառներով ռիսկ չեն անում բաժանվեն, իրանք դառնում են կենդանի դիակներ։ Ով է ընդհանրապես հաշվել, թե մեր ժամանակներում քանի մեռած մարդ կա իրականում, որը քայլում է այս աշխարհի վրա։ Սա է, չէ՞ իրականությունը։ Դրա համար Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նյութական աշխարհը չարարեց սրտից, որովհետև ինքը չի կարող ասի եղեք երջանիկ։ Ինքը գիտակցում է, որ երջանիկ չեն լինելու։ Եվ խորհուրդ է տալիս, որ այ եթե ուզում եք մնալով էգոիստ լինել երջանիկ, սովորեք իրար զիջել։ Եթե ոչ, երջանկությունը հնարավոր չի։ Հա, բայց բարգավաճությունը ես ձեզ ցանկանում եմ։ Եվ դուրս եկավ լոտոսը։ Ինչու հենց լոտոսը։ Չէ՞ որտեղ սա տարօրինակ է, չէ՞։ Նյութական աշխարհը դա 3 գունակ տեքստ ունեց, այսա տեքստ կունենանք, որտեղ կասվի, որ ինքը այդտեղ այդ լոտոսի մեջ տեղավորեց 3 գունանները։ Ինչու լոտոսը, որը ինքը իրականում մաքրության սիմվոլն է։ Այո, որովհետև երբ որ կենդանի էակը ինքը պիտի առաջին անգամ հայտնվի նյութական աշխարհում, ինքը դեռ բացարձակ մաքուր է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն, չէ՞, այստեղ մենք կարողանում ենք տեսնել, որ երբ որ Բhagavad-ը ինքը նկարագրում է նյութական աշխարհի արարումը, չէ՞, սա այն բան էլի, այդ արարման այս տեքստերը իրանք այդ արարման հետ կապված ամենակարևոր պահերն են նկարագրում։ Եվ մենք այստեղ կարողանում ենք հասկանալ, չէ, որ բանը, այդ տիեզերքը ինքը ոչ թե այսպես մեխանիկորեն բան նստածել մեկ էլ մտածես լավ արի, էսի վեստեմ սրանից մի հատ մոլորակ սարքեմ, չէ։ Այդպես չի արարվում, էլի։ Եվ ասենք որ այդ արարման process-ը ինքը մեխանիկական չի։ Հա, ինքը ինչ որ մի հատ ձև է, որը այսպես ծայրից ծայր ներթափանցված է Գերագույն Աստծո ազնվորության կամքով, կամք, որը ինքը օդից չի առաջանում։ Հասկանում եք։ Դրա համար ինքը ասեց այդ կոպիտ ասած արքանդի մեջ հավաքված, չէ՞, տեքստը ինքը ինչպես հնչեց, չէ՞ որ
կարմաների համախմբված ձևը ստացավ լոտոսի բորբոջի ուրվագիծը, չէ՞։ Այսինքն ինչ է նշանակում կարմանների հավաքված ձևը։ Հա, այսինքն այդ սկզբունքը, որ կենդանի էակները իրանք, չէ, իրանք ինչ որ ցանկություններ ունեն, հա, եւ այդ գործողությունները, այդ ցանկության հիմքի վրա գործելու են, այդ գործողությունները բերելու են պտուղներ, այդ պտուղները բերելու են նոր ցանկություններ, եւ այդ շրջապտուղը ինքը սկսելու է շարժվել։ Այսինքն դա կենդանի էակների, հա, բանն է։ Հասկանում եք, բայց այստեղ էլ սկզբնական իրավիճակում ինքը ասեց ճակատագրի, այո, կենդանի էակը, որը ինքը նախատեսված էր հոգևոր կյանքում ապրելու համար, իրա վրա վերցրեց ուրիշ ճակատագիր, հա, եւ հայտնվեց նյութական աշխարհում։ Հասկանում եք։ Եվ այդ, որ կենդանիակները իրանք այդ փորձն են ուզում անցնեն, դա ինքը արտահայտվում է մենակ այն ժամանակ, երբ որ գերագույն աստվածավորությունը համաձայնություն է տալիս։ Հասկանում եք։ Հիմա լոտոսը ինքը դա ոչ թե ուղղակի էսպես էլի գեղեցիկ սիմվոլ է, օրինակ ես մի անգամ կարծեմ արդեն ասել եմ, ինձ համար բավականին ծիծաղալու էր կարդալ, ինչ որտեղ կարդացի, որ կարծեմ Միացյալ Նահանգների բաները, ծրագրավորողները իրենք ուրեմն մոդելավորել են տիեզերքի ձևը եւ համակարգիչները երկար աշխատելուց, երկար այդ բոլոր տվյալները մշակելուց հետո ստացել են, որ տիեզերքը ինքը ունի լոտոսի ծաղիկի տեսք։ Դե ասենք ոնց որ մանկապարտեզի փոքր երեխաներ լինեն, էլի։ Ու ասենք այնպիսի բաներ են անում մեկ հասկանում եք, որ այն ջայլամի նման էլի, իրականում ասենք ապացուցված չի, որ ջայլամը իրոք գլուխը մտցնում է հողի մեջ, հա, բայց մենք այդպես ենք օգտագործում, այդպես ասեմ։ Իրանք այնպիսի բաներ են անում, ոնց որ թե ընդհանրապես այս մոլորակի վրա իրանցից բացի էլ մարդ չկա, որը ինքը արիացիների գաղափարախոսությունը ուսումնասիրում է եւ գաղափարներից լավ տեղյակ է, էլի։ Եվ միակ բանը, որ դուք այդտեղ կարող եք ասեք, որ մենք համոզվեցինք, որ արիացիները ճիշտ գիտեին, տիեզերքը լոտոսի ծաղիկի նման է, հասկանում եք, չէ՞։ Բայց արիացիները, այսինքն մենք պետք է հասկանանք, որ այստեղ սա ոչ թե ուղղակի ինչ-որ մի հատ այնպես գեղեցիկ սիմվոլ է, չէ՞։ Դա արդեն առաջի բանն է, առաջի, չէ՞ որ ծաղիկը ինքը նույնպես կենդանի էակ է, չէ՞։ Ուրեմն դա առաջի շարժվող երևույթ էր, որը ինքը արդեն արտահայտվեց գերագույն աստծո ազնվորության մեջից, չէ՞։ Եվ ինքը փայլատակեց։ Հա? Այսինքն ինչ ասեց գերագույն աստծո ազնվորությունը այդ փայլատակելով, թող աշխարհը լինի։ Հնար հասկանում եք։ Հիմա, եթե մենք արդեն վերցնում ենք հոգեբանորեն, այսինքն մենք վերցնում ենք ինքներս մեր համար, ինչի մասին է այստեղ խոսքը, չէ՞։ Խոսքը գնում է կենդանի էակը, այդ իր մեջ սուզված, բան, ինչ այդ բոլորը իրանք մենք կարող ենք ասել, որ դա ենթագիտակցության մեր սիմվոլն է։ Եվ իր մեջից դուրս եկավ լոտոսը։ Հա, այսինքն երբ որ ենթագիտակցության process-ների մեջից առաջացավ առաջի ֆորման, կենդանի ֆորման։ Հասկանում եք։ Հիմա այստեղ ասեց բան, ամբողջական կարման բոլոր կենդանի էակների։ Ինչ է նշանակում ամբողջական կարմա։ Вообще կարմա խոսքը ինքը, եթե մենք հոգեբանության տեսանկյունից ենք վերցնում, չէ՞, դա նշանակում է, որ բան էլի կան չփակված իրավիճակներ, որտեղ կենդանի էակները իրար պարտքենած է։ Հա, կան չիրականացված ցանկություններ, հա, կան ինչ որ ձգտումներ, որոնք իրանց իրականացմանն են սպասում։ Հասկանում եք։
չէ, եւ երբ որ ասվեց, որ այդ լոտոսը ինքը փայլատակվեց, չէ, դա դա իրականում այն լույսն է, այսպես ասեմ, հա, այն լույսն է, որը մտնում է կենդանեակ, աստվածային լույսն է, որը մտնում է կենդանեակի մեջ, որպեսզի կարգավորի նրա մեջի քաոսը։ Հասկանում եք, որտեղ նյութական աշխարհում ապրող կենդանեակները իրենց սրտի մեջ իրականում այսպես շատ ուժեղ քաոսային ներքին վիճակում են ապրում, չէ՞, եւ միայն գերհոգին է, որ ինքը կարող է այդ քաոսը կարգավորել։ Ասվեց, որ սկսվեց քամին, չէ՞, եւ այդ քամին ինքը չորացրեց պատճառական օվկիանոսի ջրերը։ Հա, ինչ է նշանակում չորացրեց։ Որովհետեւ պատճառական օվկիանոսը դա այդ զգացմունքների քաոսի, վախերի, հա, անորոշության, կրքերի, ատելությունների, այդ նյութական կենդանեակի նյութական գոյությունը ապահովող օվկիանոսն է, չէ, որը իր մեջ պարունակում է բոլոր այն պատճառները, որով կենդանեակները իրենք մարմնավորվում են նյութական աշխարհում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասվեց, որ այդ լոտոսը ինքը քամին փչեց ու չորացրեց այդ ջրերը, երբ որ հայտնվեց լոտոսը։ Հիմա ինչ վերաբերվում է արդեն այն տեսանկյունից, սա հոգեբանության տեսանկյունից, որ այդ ենթագիտակցության մեջ կա գերհոգու լույսը, որը եթե կենդանեակը ինքը ընկալում է այդ իր ներքին լույսը, իր մեջ շատ մեծ իրականում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Հիմա եթե արդեն խոսում ենք մեզ հետաքրքրող շերտով, այսինքն սրտի մաքրագործման, ուրեմն շերտի բանով, չէ, ապա մենք այստեղ տեսնում ենք, որ տեքստը ինքը խոսում է նրա մասին, չէ, որ ինքը վերացնում է այն իլյուզիան, հա, որ աշխարհը ինքը գոյություն ունի, այսպես ինքը իրանով։ Վերանում է այն իլյուզիան, որ ճակատագիրը ինքը գործում է ինքը իրանով, այսինքն որ այսինքն ինչու պատահականությունների բան է, ասենք, որ պատահականությունների աղբյուր է կյանքը, չէ, օրինակ ասենք, տեսեք, ես միշտ իմ անձնական օրինակն եմ բերում, իմ աստղային քարտեզի մեջ չկա այդպիսի տվյալ, որը ինքը 100%-ով չի իրականացվել իմ կյանքում։ Տեսեք, ես միշտ, ասենք, ապագայի համար ասում եմ, չէ, որ ես կյանքի վերջում ունեմ հասկացողների համար վնասված ուրան 12-րդ տան մեջ։ Եվ դա ինքը շատ վտանգավոր, որտեղ ուրանը ինքը շատ հեղափոխական, շատ այսպես մոլորակ է աստղագիտության մեջ, չէ, եւ ինքը վնասված է, հա, այսինքն դա եւ ինքը իմ 7-րդ տան ղեկավարն է, այսինքն դա նշանակում է, որ գործնական հարաբերությունների մեջ, բարեկամական հարաբերությունների մեջ ես միշտ ունենալու եմ գաղտնի թշնամիներ, հա, եւ այդ բացասական ասպեկտացիայով, այսինքն միշտ պայքար է գնալու, թե մեզանից ով կհաղթի, հասկանում եք։ Եվ այդ կյանքի վերջում, ես նույնիսկ կյանքի վերջում հանգիստ չեմ ունենալու, այսինքն ինքը այսպես էլի, եթե իմ աստղային գվանը նայենք, չէ, ուրեմն մի հատ շատ կարևոր, այսպես հարվածների տակ ես պետք է գնեի մոտավորապես 45-ից 52 տարեկան հասակում եւ հենց այդպես էլ եղավ, հա, որտեղ ես շատ հզոր թշնամիներ ձեռք բերեցի Ռուսաստանում, հենց գաղափարախոսության տեսանկյունից, էլի։ Հասկանում եք, չէ, հետո ոնց որ եկավ մի փոքր ժամանակաշրջան, որտեղ ես այ աշակերտների հետ այն ասեմ հասարակությունն ամ սխալ խոսք է, էլի, общество։ Ну, մենք ասում ենք ընտանիք։ Իմ աշակերտները իրանք իրանց խումբը կոչում են իմ ընտանիքը։
ուրեմն դա մեր համար մեր դա ընտանիքն է, չէ՞, ուրեմն այդ միջոր մի ընթացք ոնց որ գալիս է, որ ես խաղաղ պիտի ապրեմ այդ իմ ընտանիքի հետ, չէ՞, եւ ես հիմա 67 տարեկան եմ եւ այդ կյանքի վերջում միանալու է Ուրանը, հա, 12-րդ տան մեջ դա նշանակում է կամ ծանր հիվանդություն, որտեղ դու իզոլյացիայի տեղ, հա, կամ դառնում ես մանախ, կամ հիվանդանում ես պարկում, կամ աստված կարոտ պահի ընկնում ես բերդ, հասկանում եք, չէ՞, ես ասենք այդպիսի դիրք ունեմ Ուրանի։ Դա նշանակում է, որ հիմա ես մոտենում եմ այն տարիքին, որտեղ մինչև կյանքի վերջ ինձ բոլոր դեպքերում ոչ մի հանգիստ բան չի սպասվում։ Եվ եթե ես ասենք ամբողջ իմ քարտեզը նայելուց տեսնում եմ, որ ամեն ինչ որ այնտեղ նկարագրված է, հատիկ տեղի է ունեցել, չէ՞։ Ես չեմ կարող, որ ուզենամ էլ չեմ կարող, հասկանու՞մ, որտեղ բաներ կա, որ դու կարող եք ասեք, դուք ձեզ ներշնչել եք, բայց այդպես չի։ Ես աստղագիտությունով սկսել եմ զբաղվել, ես արդեն 50 անց էի, այդ իրադարձությունները արդեն տեղի էին ունեցել։ Հա, եւ երբ որ ես այդ աստղագիտության միջնայեցի անցյալը, ես տեսա, որ այսպես հատիկ ինչ որ այնտեղ նկարագրված է, հատիկ իրականացվել է։ Հասկանում եք։ Եվ դրա համար հիմա իսկ ապագայում ինձ միայն մենակ այդ է, որ բավականին երկար ժամանակ հանգիստ կյանք, ու 52-ից սկսված համարյա մինչև 67, դա քիչ չի։ 15 տարի է, որ ես աշակերտների հետ եմ, բայց չեմ կարող ասել, որ ինձ ամենասկզբից հանգիստ էր, որտեղ ես այդ պատերազմի մեջ որ ընկա, այդ պատերազմը ինքը իր շարունակություն ուներ դեռ բավականին երկար, հենց որ մի հատ գիրք եմ հրատարակում, այնտեղ մի անգամից ոտքի են կանգնում, նորից սկսում են թշնամությունը։ Ու ասենք, տեսեք, ու կյանքի վերջում այդպես է, չէ՞, այսա ինքը այն է, ինչ որ տրված է, որ ինչից որ դու տեսնում ես, որ այդ սրանից դու չես կարողացել խուսափել։ Եվ այդ գիտության մեջ դա պարզ երևում է։ Եթե իհարկե դու գործ ունես պարտաճանաչ աստրոլոգի հետ, որը ինքը նորմալ որակավորում ունի եւ համել խափելու ոչ մի առիթ չունի։ Հասկանում եք, որտեղ մեր ժամանակներում այդ ամեն ինչը ինքը շատ բարդ է։ Ես դրա մասին շատ եմ խոսում, չէ՞։ Բայց ուզում եմ ասեմ, որ այս կարման երբ որ ասվում է, չէ, որ այո, կենթանիակը միշտ ես մեկ ասում են ոչ մի ճակատագիր չունի, մեկ էլ ասում են ամեն ինչը ճակատագիր է։ Համնա է սխալ համնա։ Որտեղ կենթանիակը ամեն մեկը ունի իր կետերը, որտեղ ինքը ազատ է, եւ ունի իր կետերը, որտեղ ինքը ճակատագրի ազդեցության տակ է։ Եվ այո, օրինակ անձամբ ես լարված սպասում եմ, թե այդ Ուրանը ինքը որ ասպեկտով է իմ կյանքում արտահայտվելու։ Եվ ինչ փորձությունների առաջ ես պիտի կանգնեմ, այսինքն ես գիտակցում եմ, որ ես հանգիստ ծերություն հաստատ չեմ ունենալու։ Այս իմ ասած ես ասում եմ, ու կյանքը ցույց կտա։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն, դա ինքը այդպես է աշխատում այս աշխարհում։ Եվ հիմա, երբ որ ասեց, որ դա այդ բանն է, կարման է, չէ՞։ Այսինքն մենք այստեղ տեսանք էլի, որ ցրվում է էլի այդ գաղափարը, որ այն ամեն ինչ որ դու ստանում ես քո կյանքում, էդի սենց պրոստը ինքը իրան լինող բաներ են։ Ոչ, կա կոնկրետ ղեկավար։ Եվ ինքը արարիչն է։ Բայց մյուս կողմից, չէ, վերանում է այն վախը կենթանիակի մեջ։ Կներեք։ Ներողություն եմ խնդրում, ես ստիպված եղա ընդհատել, հա, որովհետև կարևոր ծանր պետք է անպայման բացեի։ Եվ ուրեմն շարունակում ենք, հա, ուրեմն տեսեք, չէ, այսինքն այստեղ մենք երբ որ արդեն նայում ենք այդ, թե ինքը սրտի հետ ինչ աշխատանք է վարում, չէ, ապա մենք տեսնում ենք, որ առաջի հերթին դա նա է, որ մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ այն ինչ որ մեզ սպասվում է այս կյանքում, հատկապես մենք դրա մասին շատ ենք, չէ, խոսացել։
Եվ մենք դրա մասին շատ ենք խոսացել, որ երբ որ կենդանիակը ինքը ինչ որ մի պայմաններում ծնվում է, դա արդեն իսկ ճակատագիր է, որը իրան ինչ որ բան է, ինչ որ իրականություն է պարտադրում։ Արդեն այդ ճակատագրի մեջ, չէ՞, օրինակ ասենք հիմա, այն ինչ որ մի կենդանիակ ինքը ծնվեց, չգիտեմ, այս կատվի մարմնի մեջ, չէ՞։ Դա արդեն ճակատագիր է։ Կատվի մարմնի մեջ իր մոտ կարող է ինչ որ ելևէջներ լինեն։ Այսինքն ամեն մի անձնավորության ամեն մի տվյալ կյանք ունի իր այն ինչին, որ ինքը դատապարտված է, հա, եւ այն ինչ որ կարող է փոփոխական լինել։ Եվ երբ որ մարդը ինքը ասում է, ես ճակատագիր չունեմ, ամենակ նա թե ինքը ինչ մարդ է, որտեղ է ծնվել, որ ինքը ընդհանրապես մարդ է, այլ ոչ թե օրինակ, չգիտեմ, բան, տարական, հասկանում եք, դա արդեն իսկ ճակատագիր է, այսինքն այն է, ինչ իրեն տրված է, всё, դա է տրված մարդուն, չէ, եւ այստեղ մենք կարողանում ենք ազատվել այդ բոլորությունից, հասկանում եք, որ մենք մեզանով ինչ ուզում անում ենք, մենք պիտի հասկանանք, որ մեզանից ամեն մեկը արդեն իսկ այն մարմինը, որը ինքը ստացել է, դա արդեն իսկ ճակատագիր է, որը իրան ինչ որ բան է պարտադրում, հասկանում եք, եւ երկրորդը, ինչը որ այստեղ շատ կարևոր էր, դա այն է, որ իմ նյութական աշխարհում ծնվելը, իմ գոյությունը, ինքը պատահականություն չի։ Այս նկարագրության մեջ է, որ կենդանիակը ինքը, ես որ միշտ ասում եմ, որ գիտնականները իրենք կարող են Տեր Բրահման դեռ կասի, կարող են տիեզերքի ամեն մի փոշու հատիկը հաշվեն, բայց ոչ մի գիտնական չի կարող ասել, թե նյութական աշխարհի գոյության իմաստը որն է կենդանիակի գոյության իմաստը, հասկանում եք, հա, եւ այդ հարցի պատասխանը մենք ստանում ենք, դե պատասխան չենք ստանում, մենք այս տեքստերի միջոցով ստանում ենք այդ գաղափարը, որ իմ ծնունդը պատահականություն չի, ես աստվածային բանի զամիսել, մտադրության, հա, աստվածային մտադրության մեջ եմ գտնվում, հա, ու ինչից էր կախված այդ մտադրությունը։ Եվ այդ մաքուր լոտոսի ծաղիկը ինքը մեր մեջ բացվում է, սա ասվարը ճակրան, չէ, տեսեք ճակրաների տեսությամբ, երբ որ կենդանիակը ինքը հոգևոր զարգացում է ունենում, չէ, ամենավերջի էտապին ինքը իր մոտ բացվում է 7-րդ ճակրան, այսինքն այն ճակրան, որը ինքը կապվում է աստվածային էներգիաների հետ, եւ այդ ճակրան նույնպես նկարագրվում է որպես հազարաթերթիկ լոտոս։ Հասկանում եք, հա, եւ այդ լոտոսը ինքը, տեսեք, ինքը կարգավորվածության, չէ, լոտոսը ինքը շատ կարգավորված երևույթ է եւ մաքուր։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը այն կամքի մեջ, որը ինքը ներդնում է, որ նյութական աշխարհը արարվի, դնում է իր կամքի մաքրությունը։ Հասկանում եք։ Եվ այստեղ հիմա ուրեմն կա մի կարևոր նյուանս, որը նույնպես պիտի քննարկվի, չէ, որ ասենք, մենք սովորաբար ես ուշադրություն եմ դարձնում նրա վրա, որ ասենք, եթե տեքստը ինքը մակերեսորային է ընդունվում, դա ինչի է բերում, չէ։ Օրինակ այս տեքստը կարելի է շատ սխալմամբ մտածել, չէ, որ հենց կարման, այսինքն հենց ճակատագիրն էր, որ ստեղծեց լոտոսը։ Բայց իրականում այդ լոտոսը ինքը բան արեց, արտահայտեց ճակատագիր, կենդանիակների ճակատագիրը Գերագույն Աստծո անձնավորության կամքով։ Այսինքն ինքը սկզբնականորեն ինքը իրանով, ինքը ճակատագիր չունեցող բույս է, հա։ Կարելի է մտածել, որ ասենք սա ալեգորիա է, հասկանում եք, բայց իրականում ինքը ռեալ այդպես է, տիեզերքը ունի լոտոսի տեսք, այսինքն սա էներգետիկ իրականություն է, հասկանում եք, հիմա,
Ուրեմն մենք տեսանք, որ ասենք այսօրվա մեր տեքստը, չէ, ինքը արդեն այդ կապը ստեղծեց, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը սկզբում մտքի բանականության, իր ներքին եսի աշխարհում մտորումներ կատարեց։ Եվ մենք այսօր ձեզ հետ քննարկեցինք, թե որն է այն առաջին քայլը, որը ինքը արեց։ Իր առաջի քայլով ինքը կենդանիակներին տվեց բարգավաճության ռեսուրսը։ Եվ ասեց, այն ոնց որ հոգևոր աշխարհում կա բարգավաճության ռեսուրսը, եւ ինքը արդար բաժանված է բոլորի միջև, հա, եւ դա, այսինքն արիացիների այդ գաղափարը, որ երջանկության հիմքում պարտադիր պետք է լինի բարգավաճությունը, մնում է նույնը։ Գերագույն Աստծո անձնավորությունը առաջին հերթին կենդանիակների նյութական գոյության տակ դրեց նյութական ռեսուրսը, այսինքն բարգավաճ լինելու հնարավորությունը։ Թե այդ հնարավորության հետ, այդ հնարավորությունը բաշխման հետ կենդանիակները ինչ են անում, իրանք այդտեղ ազատ են, որտեղ նյութական աշխարհը ինքը հենց այն աշխարհն է, որտեղ կենդանիակները իրենք ասել են, մենք չենք ուզում ապրել քո կամքի տակ, մենք ուզում ենք իրականացնել մեր սեփական կյանքը։ Գերագույն Աստծո անձնավորությունը ասել է, եթե ուզում եք, խնդրեմ իրականացրեք։ Եվ որպես շռայլ եւ ոչ նախանձ անձնավորություն ինքը տրամադրել է մեզ ռեսուրսը։ Ռեսուրսի բաշխումը մենք կատարում ենք ինքներս, կախված նրանից, թե ունենք բարեպաշտության պաշար, թե արատավոր գործերի պաշար, հա, եւ երկրորդ քայլով, ուրեմն դա ռեսուրսը ուրեմն բաշխում են ուրիշ կենդանիակները, մրցակցելով մեզ հետ կամ մենք իրանց հետ, հա, կամ բռնաբարելով իրար։ Եվ ինչ որ մի արդարություն նյութական աշխարհում հաստատվում է, երբ որ կենդանիակները իրանք ընտրում են առաքինության ճանապարհը։ Թե առաքինության ճանապարհը ինքը որն է, մենք հիմա, դուք գիտեք, ես մի շարք էլ ունեմ, այդ շարքը ինքը կոչվում է հոգու բաքրագործման ընթացքը, եթե չեմ սխալվում, այնտեղ մենք հիմա կակրաս մտնում ենք այն թեմաների մեջ, թե ինչպես է պետք ընդհանրապես հասնել առաքինության։ Ուշադիր եղեք այդտեղ եւ այդ թեման այնտեղ մենք այս պահին բավականին խորը կդիտարկենք։ Իսկ այսօր այսքանը, սիրելիներս,